Հավատքի զգացմունքների վրա հիմնված չէ։ Այսօր զգում ենք, հավատում ենք, վաղը չենք զգում, չենք հավատում։ Չէ։ Հավատքը հիմնված է գործերի վրա, որ Հակոբոս Առաքյալն ասում է, հավատքն առանց գործերի մեռած է, եւ գործերը առանց հավատքի ունայն է։ Ինչ է նշանակում հավատալ, նշանակում է դավանել, սրտում ճանաչել Քրիստոսին եւ հավատքի գործեր կատարել։ Հավատալ նշանակում է ավետարանը կարդալ եւ պատվիրանները պահել։ Առաջին քայլը հավատքի։ Երբ որ դու ավետարանը կարդում ես եւ պատվիրանները պահում ես, քո մեջ հավատքից բխող վստահություն է գալիս։ Ոնց որ դու քաջալերվես, սրտապնդվես, որ հարկ Տիրոջը պատվիրանները պահում ես, այստեղ է պարտություն չկա։ Այստեղ կա քաջալերանք, այստեղ կա վստահություն Տիրոջ հանդեպ։ Եվ երկրորդ, երբ որ դու ավետարանը կարդում ես եւ պատվիրան պահում ես, ուզում ես աղոթել։ Աղոթքն ինչ է, զրույց Աստծո հետ։ Դու ճանաչել ես Տիրոջը, վստահություն ես ձեռք բերել, Աստծո հետ ուզում ես զրուցել, անկեղծ սրտով։ Եվ հասկանում ես, որ լավ կլինի այդ զրույցը լինի ավանդական զրույց։ Այսինքն եկեղեցու Սուրբ Հայրի գրված աղոթքներով ես ուզում աղոթել։ Սուրբ Գրիգոր Նարեկացի, Ներսես շնորհալի, Սարգիս շնորհալի եւ եկեղեցու Սուրբ Հայրի գրված աղոթքներով ես ուզում աղոթել, հա։ Եվ երրորդ, ամենակարևորը, որ ամբողջացնում է այս մեր քրիստոնեական ընթացքը, ուզում ես Տիրոջ հետ միավորվել։ Ո՞րն է այդ միավորությունը։ Սուրբ հաղորդությունը, այսինքն ուզում ես Սուրբ հաղորդության պատարագի խորհրդին մասնակցել, Տիրոջ մարմինն ու արյունը ճաշակել։ Ասում եմ, երբ որ երկու հոգի իրար սիրում են, ուզում են իրար տեսնել, ուզում են իրար լսել, ուզում են իրար հոտն առնել, ուզում են իրար շոշափել եւ ուզում են իրար ճաշակել։ Են տեսել եք այն փոքրերն ասում են, «Վայ, այս ինչ համով ուտեմ սա», չէ՞։ Հա երեխաներն ուզում են ուտենք, չենք բավարարվում, հա։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, մինչև Քրիստոսի գալուստը ոչ ոք Աստծուն չէր տեսել։ Ով Աստծուն տեսներ կմեռներ։ Մովսեսն ուզում ասում է, «Տեր Աստված ինձ երևա»։ Աստված ասում է, որ ես քեզ երևամ, կմեռնես դու։ Ասում է ամենաշատը իմ ստվերը կարող ես տեսնել։ Մովսեսին նստեցնում է մի քարանձավի մեջ, ասում է, ես կանցնեմ իմ ստվերը կտեսնես։ Այդքան բան։ Բայց հետո Աստված Մովսեսի փափակը կատարեց, չէ՞։ Երբ որ պայծառակերպության ժամանակ Թաբոր լեռան վրա պայծառակերպեց, Մովսեսին կանչեց, չէ՞։ Եկավ տեսավ, չէ՞։ Ում տեսավ, Քրիստոսին տեսավ։ Եթե Քրիստոս չմարթեղանար, մենք Աստծուն չենք տեսնի։ Հասկացա՞ք։ Հենց Քրիստոս մարտհեղացավ, որպես մենք Աստծուն տեսնենք, մարդացած Աստծուն տեսնենք, Աստվածամարդուն տեսնենք, հա։ Ոչ ոք Աստծուն չէր լսել։ Սինա լեռան վրա, երբ որ Մովսեսը բարձրացավ, որոտմունք եղավ, աղաղակ եղավ, այնպիսի ահազդու է տեսիլքը, որ իսրայելացիներն ասին, Մովսես դու խոսա, թող Աստված չխոսա, մենք կմեռնենք։ Վախեցան Աստծուն լսել։ Բայց Քրիստոսի քաղցր քարոզը գիշեր ցերեկ լսում էին։ Հացի բազմացում են ժողովուրդը լսում եկել առաքյալներն ասեցին, «Այս ժողովրդին հավաքել ենք, եկել ենք սարի վրա գիշեր, մութ, որտե՞ղ պետք է կերակրենք այս ժողովրդին, որտեղ պետք է քնեն, արձակի գնան»։ Այսինքն մարդիկ ընդարմացել էին, Քրիստոսի քարոզն են լսել եւ մտել են երկինքի արքայության քաղցր քնարի տակ, ոչինչ մոռացել էին, թե ուտելիք, թե քնելիք, թե հագնելիք, հա։ Այդպես էլ Քրիստոսի քարոզը լսեցինք մենք, երկինքի արքայության առակները լսեցինք, չէ՞։ Եվ ոչ ոք Աստծուն չէր շոշափել, ով էր Աստծուն շոշափել, ոչ ոք չէր շոշափել, բայց Հովհաննես ավետարանը ինչ է ասում, շոշափեցինք կենաց բանը, երբ շոշափեց։ Վերջին ընթրիքի ժամանակ Քրիստոսի կրծքով ընկավ, Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, երբ որ
Քրիստոսին գրկեց Հովհաննես Ավետարանը, սիրտը սրտին կապավ։ Քրիստոսի սիրտը Հովհաննես Ավետարանը սրտին կապավ, դրա համար սիրելի աշակերտ ենք, չի ասում։ Եվ շատ հետաքրքիր խորհուրդներ բացահայտվեցին սրտից սիրտ, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին։ Հովհաննես Ավետարանը տարբերվում է, չէ՞, մյուս համատես ավետարներից։ Այսպիսի խորհուրդները բացահայտում, որ Աստվածաբանում է, սկզբանե էր բանը, եւ բանն էր Աստված, եւ Աստված էր բանը։ Ոչ ոք Աստծո հոտը չէր առել։ Առաքյալները եւ որտեղ առան Աստծո հոտը։ Թաբոր լեռան վրա։ Թաբոր լեռը ինչ է դարձել, ծաղկած մի այգեստան էր դարձել, չէ՞։ Քրիստոս պայծառակերպվելը պատկերացնում եք ինչ հոտ կգար Քրիստոսից, չէ՞։ Եվ առաքյալները թմրել էին, ընդարմացան, քունը տարավ, ասեցին, ես ինչ լավ աստեղ, 3 տաղավար շինենք, ստեղ մնանք։ Մարգարեներն ասում էին, իջնենք, փրկենք, դժոխքում արգելափակված հոգիները, Տեր, երբ ես իջնելու, խաչվելու, փրկելու մեզ։ Առաքյալներն ասում են, ինչ լավ աստեղ մնանք։ Չէ, մարգարեները ինչ էին խոսում Քրիստոսի հետ, այսինքն Եղիան եւ Մովսեսը խոսում էին Քրիստոսի դեպքերի մասին, որ պետք է տեղ ունենային Երեսաղեմում, Ավետարանը այդպես է ասում, չէ՞։ Այսինքն ինչ դեպքեր պետք է ունենային։ Քրիստոս պիտի խաչվեր, որ մարդկությունը փրկեր։ Մարգարեներն ասում են, Տեր, շուտի չի խաչի փրկվենք, առաքյալն ասում են, լավ աստեղ մնանք։ Ինչու, որտեղ ընդարմացել էին, հոտը առել էին, տեսիլքը տեսել էին, վայրը սքանչելի էր, էլ ինչա մեզ պետք, եկենք արքայության մեջ ենք էլի։ Եվ ամենակարևոր միավորությունը ուտելն է։ Տեսեք, հացը, որ մենք ուտում ենք, ճաշակում ենք, դառնում է մեր մասնիկը, չէ՞, այդպես էլ Տիրոջ մարմինն ու արյունը Քրիստոս դարձավ հաց, որպես մենք ուտենք իրեն, ճաշակենք, որպես ինքը մեզ հոգով ու մարմնով միավորվի։ Հացն ու գինին Տեր կենդանի։ Այս ամենակատարյալ միավորությունն է, հա։ Ուրեմն այս կատարյալ միավորությունը Քրիստոսով եղավ։ Եթե մենք ուզում ենք Քրիստոսին այսօր տեսնենք, որտեղ պետք է տեսնենք Ավետարանի մեջ։ Քրիստոսի հոտը խունկի Մյուրոնի մեջ այդ հոտը ճիշտն ասած, 2 օր առաջ մի հատ երեխա եմ մկրտել, 3-4 տարեկան աղջիկ երեխա է։ Ասես Մյուրոնը քսել եմ, ոյ ինչ հոտակալի ասում, ինչ հոտակալի։ Մամա հələ ասում, հələ փաթիկները տարթող պաչեն սաղ, դες ինչ հանում։ Խենթանալու աստվածաբանություն է երեխեն, Աստծո հոտներ առել Մյուրոնի մեջ։ Ես այս ուրախություն, այս ամբողջ այդ ներկաները խենթացել էին, ասում են, այս երեխան էս ինչ էր աշխատագործել։ Մամա, ասես պատտվում է, հələ նայեք ինչ հոտակալի, հələ տեսեք ինչ հոտակալի։ Մյուրոնի հոտը շատ առանձնահատուկ է։ Եվ ոչ միայն Մյուրոնի հոտը, այլ այդ ամբողջ մկրտության խորհուրդը, իր հոտով, իր ծեսով, իր ամեն ինչով, այդ երկնային խորհուրդը։ Եվ իր վերջո Տիրոջը մենք որտեղ կարող ենք շոշափել, Ավետարանը խաչը համբուրելուց չէ, ինչու ենք մենք հավատքով, հատկապես մեր տատիկները, մեր մայրիկները ինչպես են խաչը Ավետարանը համբուրում մեծ երկյուղածությամբ, մեծ փափագով, մեծ սիրով, հա։ Ես այդպիսի բաներ շատ եմ տեսել, որ անկեղծ մի հատ կտասեն Ավետարանը համբուրեմ, հələ բեր համբուրեմ, հələ բեր։ Ես այդ երկյուղածությունը չունեմ, ճիշտն ասած, որտեղ ամեն օր Ավետարանը համբուրում եմ, համբուրել եմ տալիս, բայց իրանք շատ ունեն այդ երկյուղածությունը։ Մի հատ բեր պաչանալ, մի հատ բեր։ Այսինքն ուզում են շոշափեն Քրիստոսին, այդ խաչի, այդ Ավետարանի, այդ սրբությունների միջոցով։ Ի վերջո ամենամեծ կարևորը Սուրբ հաղորդությունը, որ ուզում են ճաշակեն։ Երեխաները, քրիստոնյա ընտանիքի երեխաները, որ մեծացել են։ Հիշում եմ մի դեպք էր, երեկոյան ժամերգություն ենք անում, մայրը միշտ երեխային տարել է, էլի մի 3-4 տարեկան աղջիկ երեխա է, միշտ տարել է պատառաքին հաղորդություն ստացել այդ երեխան։ Մեկ է ժամերգություն ենք անում, դե ինքը շատ է հասկանում ժամերգությունը, թե պատառաքը։
Ժամերգությունը վերջացել է, ամեն։ Ասում հաղորդություն ուզում հայսուփ ինչ անում, ուզում է պետք տանք։ Նա համար պատարակ, ժամ պատարակ չկա, իրան միշտ հակարանգ կտա։ Այսինքն ինքը անկեղծ սրտով փափագում է այդ։ Ինչպես մայրը մոր կաթ է, այնպես էլ մենք Քրիստոսի մարմինն ենք փափագում։ Մանուկը մոր կաթն է փափագում, այդպես էլ մենք Քրիստոսի մարմինն ենք փափագում, ճաշակել։ Ուրեմն միավորվենք Տիրոջ հետ, տեսելով, լսելով, հոտն առնելով, շոշափելով, ճաշակելով։ Ամեն։